Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 8-րդ նիստը։ Երևանի կառուցապատման ներդրումային ծիգի տնօրեն Անետ Աբաբայանը ներկայացրել է մետրոպոլիտենի աջափնյակ կայարանի կառուցման ծրագրի նախագիծը։ Մանրամասները ներկայացվել ծրագրում ներդրումների իրականացման եւ կառավարման պլանի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել ծրագրի տնտեսական կենսունակությանը, սոցիալ-տնտեսական օգուտներին եւ շրջակա միջավայրի վրա ազդեցությանը։ Քննարկվել են նախագծի առանձին բաղադրիչները։ Դիտարկումներ են ներկայացվել ծրագրի արդյունավետ իրականացման ուղղված գործնական քայլերի վերաբերյալ։ Անետ Աբաբայանը ներկայացրել է նաև մետրոպոլիտենի արդիականացման ներդրումային ծրագրի նախագիծը։ Ընդգծվել է, որ ծրագրի իրականացման արդյունքում կբեռնաթափվի վերգետնյա տրանսպորտը բազմամոդալ հաղորդակցության միջոցով, կզարգանա էկոլոգիապես պատասխանատու տրանսպորտը եւ կնվազի օդի աղտոտումը, կբարելավի բնակիչների տրանսպորտային փորձառությունը եւ ծառայությունների որակը։ Նշվել է, որ ծրագիրը պետք է իրականացվի փուլային տարբերակով ըստ առաջնահերթությունների, հաշվի առնելով ներքին բովանդակային կապը։ Օրակարգի հաջորդ հարցը եղել է էլեկտրական քաղաքային լուծումներ եւ շարժունակության խթանում ծրագրի նախագիծը։ Անդրադարձ է կատարվել առկա խնդիրներին, այդ թվում մեծածավալ ուղևորահոսքի սպասարկման, փոխադրողական հզորությունների անբավարարության, ծառայության որակի անկայունության, բարձր գործառնական ծախսերի, օդի աղտոտվածության բարձր մակարդակի հետ կապված խնդիրներին։ Ներկայացվել է, որ նախագծի իրականացումը կնպաստի Երևանի տրանսպորտային համակարգի զարգացմանը, հանրային տրանսպորտի արդիականացմամբ եւ բարձր տարողունակությամբ, էներգոարդյունավետ շարժակազմի ներդրմամբ, ապահովելով անվտանգություն, հուսալիություն եւ որակյալ ծառայություններ։ Ընդգծվել է, որ այս նախագծով մեկնարկում է հանրային տրանսպորտը լիովին էլեկտրական շարժակազմով փոխարինելու ծրագիրը։ Ընդգծվել են ուղևորահոսքի դինամիկ աճի պայմաններում շարժակազմի արդիականացման եւ հանրային տրանսպորտի ծառայությունների որակի բարձրացման կարեւորությունն ու այդ ուղղությամբ իրականացվելիք ծրագրերը։ Երևանի համար այսպիսով հաստատվել է 650 միլիոն դոլարի ներդրումային փաթեթ։ Խոսքը վերաբերում է 3 ծրագրերին՝ աջափնյակ կայարանի կառուցում, մետրոպոլիտենի ամբողջական արդիականացում եւ էլեկտրական ավտոբուսների ծրագիր։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արամած Ղալամքարյանը ներկայացրել է Սևանա լճի ավազանի կեղտաջրերի կառավարում հանրային ներդրումային ծրագրի նախագիծը։ Մանրամասներ են ներկայացվել կեղտաջրերի մաքրման գործող կայանների ներկա վիճակի եւ առաջարկվող տեխնիկական լուծման վերաբերյալ։ Ընդգծվել է, որ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3 փուլով՝ գործող կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացում եւ կենսաբանական մաքրման ավելացում, միջին չափի ագլոմերացիաներում նոր կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում եւ մեկուսացված ու փոքր գյուղական համայնքների համար փոքր առանձին կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում։ Արամած Ղալամքարյանը ներկայացրել է նաև կապսի ջրամբարի եւ ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագրի հետագա ընթացքի հետ կապված հարցը։ Ներկայացվել են արդեն կատարված աշխատանքները, այդ թվում Ախուրյան գետի ջրի հեռացման համակարգի կառուցման, ոռոգման թունելի մուտքամասի եւ ելքամասի քանդման ու ամրակայման աշխատանքները, վաղ ազդարարման համակարգի տեղադրման, հնագիտական վայրերի պեղումների իրականացման, բուսաշերտի մաքրման աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել առկա իրավիճակին եւ աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին, ծրագիրն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ ռեսուրսներին, ծրագրի վերափոխման եւ ընդլայնման պլաններին։ Ծրագրերը հաստատվել են։ Ամփոփելով նիստը վարչապետը կարևորել է ներկայացված նախագծերի հստակ պլանավորման, ռեսուրսների բաշխման, ռիսկերի կառավարման եւ արդյունքների գնահատման կարեւորությունը։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։